Գալու է մի օր այս տեմպերով, որ խրամատի այս կողմից ու այն կողմից լսելու են նույն երգ ու չեն հասկանում, բայց մենք իրար ինչ ունենք կիսելու։ Բայց ոնց սարքել լավը հանրամատչելի։ Հայկական պետության բովանդակությունը դիլնի հայի տեսակի պահպանումը։ Բա ուր են մեր մտավորականները, բա ուր են խելագարված կոմիտասները։ Կոմիտասը մի քիչ համեմատության մեջ չի, որտեղ ամեն դեպքում մենք հիմա խոսում ենք տաղանդավոր մարդկանց մասին, բայց ոչ հանճարների։ Իսկ Գառնուտաճարում անցկացվելիք ռեյվը լավ է։ Բախո հարսանիքին Մոցարտ չենք լսելու։ Մինչև սմարթֆոնների եւ ինտերնետի հայտնվելը մարդիկ գիտեին, որ կոնկրետ մարդը իր ընտանիքում է մենակ դեբիլություններ ասում։ Երբեմն մենք մարդկանցից ակնկալում ենք շատ ավելի շատ, քան իրենք կարող են տալ։ Հանրահայտ գեներալ Կալչակը առաջի ռուսական հեղափոխության ժամանակ ասում էր՝ մի նեղացրեք պոռնիկներին, մի նեղացրեք կուչերներին եւ մի նեղացրեք դերասաններին։ Դա ամբողջը ասվում էր ինչ պատրվակով, ինքը ասում էր, որ իրանք ծառայում են բոլոր ռեժիմներին։ Կապ չունի համաձայն են իրանք ռեժիմի հետ, թե ոչ։ Հիմա վայ ջան, ուզում եմ քո հետ խոսալ, արդյոք ժամանակ չի, որ տենց կոչված ինտելիգենցիան, այսինքն մեր մտավորական խավը կամ ոնց ուզում ես համարես, ժամանակ չի, որ ինքը արթնանա ու հասկանա, որ ռեժիմին ծառայելը, դա ազգին ծառայելը նույն բան չէ։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ում դու նկատի ունես իբրև մտավորական, նախ մտավորական չէ, որտեղ մտավորական բառը ամեն դեպքում նշանակում է միտք ունեցող, միտք ունեցող։ Նրանք լավագույն դեպքում շատ տաղանդավոր արվեստագետներ են, շատ տաղանդավոր, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այդ տաղանդը իրենց վաստակը չի։ Դա ուղղակի Աստված տվել է այդ շնորհը։ Այսինքն այդ մարդն այդպեսին ծնվել է, այդտեղ սեփական աշխատանք չկա։ Եվ եթե մենք պատմության մեջ մի թեթև տենց հետահայաց նայենք, կտեսնենք, որ այդ շատ մեծ ու շատ նշանավոր ու շատ հանճարեղ արվեստագետները երբեք տենց փայլուն բանով աչքի չեն ընկել եւ առավել եւս սկզբունքայնությամբ Վագներից ու Միքելանջելոյից սկսած։ Բայց ես ուզում եմ հակադարձեմ Կոմիտասով։ Կոմիտասը նախ հոգևորական էր, նախ հոգևորական էր եւ հետո մնացյալ բոլոր բաները։ Եվ ստեղ Կոմիտասը մի քիչ համեմատության մեջ չի, որտեղ ամեն դեպքում մենք հիմա խոսում ենք տաղանդավոր մարդկանց մասին, բայց ոչ հանճարների։ Այդտեղ կա գրադացիա։ Ուշ է, լավն է։ Հա, որովհետեւ Կոմիտասը շատ մեծ մտավորական էր, մարդ էր, ով տեսնում էր ձև եւ կարողանում էր իր միջավայրում այդ ձևը նաեւ ստեղծել հայկականի, հայ ինքնուրույն կոմպոզիտորական դպրոցի, այսինքն ծանոթ լինելով շատ տարբեր, հա, կոմպոզիտորների նրանց ժառանգության, ինքը ստեղծեց նոր հայկական կոմպոզիտորական դպրոց, բազմաձայն, որտեղ մինչև այդ հայ երաժշտությունը միաձայն էր, իհարկե դեռ կային արդեն Եկմալյան, Կարամուրզաևան, բայց ինքը ստեղծեց ինքնուրույն հայկական, իսկ այդ ստեղծելու համար դու պիտի անենց մտավորական լինես, հանճար։ Իսկ մենք խոսում ենք տաղանդավոր մարդկանց մասին։ Այս դեպքում եւ եթե լինեին մեր օրերում այդ հանճարները տենց մեծ, իրենք իհարկե կդրսևորվեին։ Եվ բացի դրանից, երբեմն մենք մարդկանցից ակնկալում ենք շատ ավելի շատ, քան իրենք կարող են տալ։ Ուղղակի պետք է հասկանանք, որ իրանք չեն կարող տալ, այն ինչ որ մենք իրենցից ակնկալում ենք։ Այ հարցը հենց դրանումն է, որ շատ հաճախ տարբեր սոցիալական հարթակներում հնչում են այտենց հարց կոչեր, կարելի ասել, որ բա ուր են մեր մտավորականները, բա ուր են խելագարված կոմիտասները, ուր են մարդիկ, ովքեր տեսնելով այդ պատկերը, ինչ կատարվում է հայրենիքի հետ, ազգի հետ, ընդհանրապես հայության հետ, որ կատարվելիքները ու չկան ռեակցիաներ։ Նայ, գիտես, ես ստիպում ես, որ ավելի չոր բաներ ասեմ։ Չեմ ստիպում, հարցն եմ։ Չէ, այդ մարդիկ կան, բայց ցավոք սրտի մեր հանրությունը իրենց չի տեսնում այդ դերում, այլ ավելի
ռուսերեն բառով ասած ռասկրուտկա արած կերպարների մեջ է տեսնում այդ մտավորականներին, որոնք պիտի բան անեն, չէ, դրանք չեն։ Այսինքն սրանք շատ ավելի համեստ, շատ ավելի պրոֆեսիոնալ ու լուրջ ու շատ իրենց բնագավառում անհամատ եւ ոչ թե այդ այտենց գովազդված մեծ աղմուկ հանած կերպարներն են, որոնք անհամատ ավելի ժամանցային արվեստի ճակերտների մեջ ասեմ կերպարներ են։ Կարող ենք ասել, որ հիմիկվա Հայաստանում արվեստը դառել է ֆաստ ֆուդի ավելի շուտ նմանվող արագ։ Չէ, չենք կարող այդպես ասել, որ կարող ենք ասել, որ ժողովուրդը սիրում է միշտ այդ ֆաստ ֆուդը, դա չի նշանակում, որ այն Մեշլեն աստղով բաները չկան։ Չէ, կան այդ արվեստագետները, բայց նրանք այնքան ճանաչելի չեն եւ այնքան հանրային չեն եւ սիրված չեն, որքան այդ ժամանցային բաների ներկայացուցիչը, անգամ նաև դասական արվեստի մեջ, որտեվ դասական արվեստի մեջ էլ կան իրենց շերտավորումները, այնտեղ էլ ավելի տենց պոպուլյար են այդ հանրամատչելիները։ Բանականությունից ելնելով, եթե իրանք չունեն այդ ազդեցությունը, ապա իրանք չեն կարող ազդել նաև մասսայական այդ գաղափարախոսության վրա եւ գիտես, ես նաև չեմ կարծում, որ այտենց մասսաների վրա ազդելը դա բան չի։ Սովորաբար այդ կերպարները միշտ լինում այտենց Մուսոլինիա, Հիտլերա, նիկոլական կերպարներն են, որոնք այտենց մասսայական ազդեցություն ունեն ու կարող բերեն պսիխոզի մասսայական։ Բայց այդ նույն այդ մարդկանց կողքը ապրող, ասենք, գերմանացի փիլիսոփաները, որոնք ճամպրուկները հավաքեցին ու գնացին Ամերիկա, հա, ասենք, չեն կարող իրենց հանրաճանաչությամբ եւ մասսաների վրա ազդեցությամբ համեմատվեին Հիտլերի հետ։ Բայց դա նաև լավի նշանը չի, մենք այդ չենք կարողանում հասկանալ, որ մասսաների վրա տենց ազդելու ունակությունը այդ նույն լայքերն հավաքելն է, էլի, լայքերը դեռ լավի նշան չեն եւ առավելևս ճշմարտության նշան չեն։ Այսինքն շատ լայքերը ավտոմատ չի նշանակում լավ եւ առավել եւս ճշմարիտ։ Հակառակը, այդ լավն ու ճշմարիտը միշտ լինում անհամեմատ ավելի դժվարամատչելի, անհամեմատ ավելի դժվար հասկանալի եւ անհամեմատ ավելի չհասկացված։ Այսինքն մենք ստեղ նորից հակում ենք նույն խնդրի, ինչը պոպուլյար է, դա միշտ չի որ լավ է։ Գրեթե միշտ վատ է։ Բայց ոնց սարքել լավը հանրամատչելի։ Դրա համար առաջին հերթին պետք է պետական մշակութային ստրատեգիա, պետության կողմից մշակած, որը պիտի դրվի մասսաների մեջ։ Այսինքն դա նաև ինչ որ առումով ենթադրում է պարտադրանք։ Սովետի ժամանակ մենք ոչ վաղ անցյալում այդ ունեցել ենք այդ մշակութային պարտադրանքը, հա, երբ որ չկար օրինակ այս ինտերնետը, այս մեդիաները, այդ աղբը, որը անընդհատ լցվում է եւ Հայաստանը ամենակարդացող Հայաստանը ոչ միայն ամենակարդացողներ, գյուղերում կային այտենց բարձրախոսներ, որոնք միանում էին այդ գյուղերում եւ ընդեղից Զարուհի Դոլուխանյանը երգում էր Շուբերտի վոկալ ցիկլեր։ Եվ այդ գյուղացին այլ ընտրանք չուներ, ինքը ուրիշ բան չուներ լսելու։ Այսինքն կհնչեր Լուսիկ Քոշյան, Արաքսա Գյուղզադյան, բայց դրանց շարքում, ընդ որում սրանք էլ արդեն կոնկրետ որակական բան ապահովող երգիչների անուններ եմ տալիս, հա, նկատնում ազգայինը կհնչեր, բայց դրա հետ միևնույն ժամանակ մեկ է կհնչեր Զարուհի Դոլուխանյան, Շուբերտի վոկալ ցիկլեր եւ այդ գյուղացու մոտ աստիճանաբար սերմանվում էր։ Ես միշտ պատմում եմ այդ պատմությունը, իմ ուսուցչուհին Գոհար Գասպարյանն էր, որը Փարիզում օպերայում երգելուց հետո գալիս է Հայաստան եւ Հայաստան ծրագրային համերգներ կային, որ պետք էր գնալ կոլխոզում գյուղացիների համար երգել։ Եվ այնտեղ գնում է, ասում է դե Կոմիտասի երգերը երգեմ։ Երրորդ երգից հետո գյուղացիներից մեկը ասում է դու լակմե երգի, լակմե։ Դելիբի լակմե օպերայից, որը Գոհարի ամենանշանավոր արարողություն։ Բայց ապշել է, որ այդ գյուղացին գիտի լակմե։ Այսինքն պիտի պետությունը ունենա նաև մշակութային որոշակի ստրատեգիա, հստակ քաղաքականություն, որը պետքա գնա, մեր օրերում էլ դա հնարավոր անել։ Ես համաձայն չեմ մի քիչ քո հետ, որովհետև նայ փաստացի վերջի 8 տարվա մեջ քո ասածը մեր պետությունը եւ պետության այն անձինքը, որ զբաղվում են մշակույթով, կրթությունով եւ այլով, քո ասածը կհամարեին խոշտանգում։ Դե բայց ով ասել, որ վերջին 8 տարիների ընթացքում նախ մեր պետությունն է։ Բա ում։
Զավթված պետիշխանություն է։ Այս պետության ի՞նչն է մերը։ Նախարարում ենք ձևակերպում տակ մերը ո՞րն է։ Իմ համար մերը հայկական հայեցի պետությունն է, այն պետությունն է, որում հայի տեսակը պիտի պահպանվի։ Այսինքն ընդհանրապես այլապես անիմաստ է, ընդհանրապես հայ ժողովուրդը ինչա ստեղծել պետություն։ Ուրիշ պետությունների կազմում հանգիստ իրանց համար ապրում են մի քիչ ավելի ապահով երևի, մի քիչ ավելի կուշտ երևի չէ վստահ։ Տրանսիկ կետ դառնա երկու թուրքական պետություններ իրար կապեն։ Իսկ հայկական պետության բովանդակությունը պիտի լինի հայի տեսակի պահպանումը։ Հիմա նախ պետք է այս դեպքում ձևակերպվի, որն է այդ հայի տեսակը, ինչն է այդ բաղադրիչները, որոնք են այդ բաղադրիչները, որոնք ձևավորում են այդ հայի տեսակը, եւ դա պիտի սկսվի պետության կողմից բանալ, բայց մենք տեսնում ենք վերջին 8 տարիների ընթացքում դրանից առաջ էլ մի եսիմինչ չէ, այստեղ պետք է անկեղծանանք ասել, որտեվ ռաբիզ երկիշները Հայաստանի վաստակավոր արտիստ դառնում էին այդ իշխանությունների օրոք եւս եւ այդ բացիլը, այդ վարակը սկսվեց այն ժամանակվան։ Սոլովետի անմիջապես քանդվելուց հետո անմիջապես քանդվելուց հետո երբ որ ցենզուրան վերացավ, այսինքն մաս մարքետը գրավեց, սկսվեց այդ ամենաթողությունը դրանից հետո եւ ես շատ վաղուց մի 25-27 տարի առաջ ասում էի ժողովուրդ գալու է մի օր այս տեմպերով, որ խրամատի այս կողմից ու այն կողմից լսելու են նույն երգ ու չեն հասկանում, բայց մենք իրար ինչ ունենք կիսելու։ Որտեւ եթե դուք անընդհատ լսում եք թուրքական երաժշտություն, վատ հայերեն թարգմանած հայերենն էլ այլ այստեղ ճակերտների մեջ եւ չկա երաժշտության նաեւ արդեն բթացած այն աստիճան որ մարդը չի հասկանում, չի ընկալում, չի զգում, հաշի իմունիտետ չունի։ Իմունիտետը որն է մարդը որ փուշ է մտնում, օտար մարմինը սկսում է թարախակալման process։ Հիմա այդ օտար բանը մտնում է մեր մեջ ու մեր մոտ թարախակալման process չի սկսվում, որտեւ իմունիտետը չի ճանաչում այլևս որ դա ոչ միայն օտար, այլ թշնամունն է։ Շատ հետաքրքիր ալեգորիա է բերում, այսինքն մենք կարանք համեմատենք հիմիկվա ռեժիմը այցի հետ, հա։ Այո, տենց մի բան, որը բերում է նրան, որ քո օրգանները չեն պայքարում։ Պայքարն է վերանում։ Արի մյուս կողմից ես փորձեմ սատանայի դատապաշտպան լինել ու պաշտպանել պետք է։ Չէ, ինձ պետք չի։ Ուղղակի ուզում եմ որոշ մարդիկ ունենք, ովքեր չեմ ասում պաշտում են, բայց սիրում են ռաբիզը։ Իսկական հայկական ռաբիզը կարանք այտենց ասենք գրադացիաները կան։ Ասենք լավագույն դեպքում քաղաքային ֆոլկլորի մակարդակ։ Այո, հենց քաղաքային ֆոլկլորի մակարդակով։ Դա միշտ չի որ ռաբիզն է։ Okay։ Մարդը անընդհատ չի կարող սև խավիար ուտել։ Ժամանակ առ ժամանակ ինքը ուզում է Բադրջանի խավիար ուտի, ժամանակ առ ժամանակ ինքը ուզում է սև հացով երշիկ ուտի։ Հիմա անընդհատ Կոմիտաս, Վերդի եւ այլ մեծությունները արդյոք չեն բերի դրան, որ մարդիկ երես կթեքեն ու կասեն Չէ, Սերգեյ ջան, խնդիրը ոչ թե անընդհատ խավիար ուտելու մեջ է, այլ խնդիրը փչացած product չուտելու մեջ է, որտեվ նույնիսկ այդ սև խավիարը, եթե դու տեսնես որ բորբսնել է, բորբոս կա վրան, թափում ես։ Հիմա այնց չի որ իմ ասածը այդ ենթադրումը այդ շատ տենց նշանավոր հայկական խոսք կա, չէ, ասում են, բա խո հարսանիքին Մոցարտ չենք լսելու, ու դու հասկանաս, որ այս մարդու համար Մոցարտից մինչև ռաբիս, այս արանքում ոչինչ չկա։ Այսինքն կամ էնա, դրա արանքում ոչինչ չկա, ոչ մեկ չի ասում, թե չլսել ռոք, չլսել ռեփ, չլսել բլյուզ, չլսել քաղաքային շանսոն, բայց որակյալ։ Այս ամեն ինչի հայկականը կա որակյալը, բայց ոչ թե օտարից վերցրած զզվելի հայոց լեզվի հետ կոնֆլիկտի մեջ մտնող, որտեղ երաժշտությունը բխում է լեզվից։ Յուրաքանչյուր ազգի երաժշտություն բխում է իր լեզվից, իր լեզվական կառուցվածքից, շեշտադրումներից, բայց ու երբ որ դու տեսնում ես, որ այսպես ծռած, այլանդակած, այլասեռած այդ հայերենը, որը նստում է այդ վատ թուրքական երաժշտության վրա, կլկլոցներով, հասկանում ես, չէ, դա չպետք է ուտես։ Քո մոտ օրգանիզմը դա կարիք չպետք է ունենա, կեղտ ուտելու կարիք պետք է օրգանիզմը չունենա։ Այն երեխեն որ ցեխը տանում է բերան, ձեռին խփում ես, ասում ես քխա։
Չէ։ Պետք է այտենց լինի մեթոդիկայի հետ համաձայն չեմ, որպես բազմազավակ հայր, ասեմ, ես որպես ընդհանրապես երեխա չունեցող մարդ, փորձի ասի քխա, հասկանա ինքը, որ քխա, փորիկը ցավա, ու այդ փորիկի ցավից ինքը հասկանա, որ դա քխա։ Գիտես, չէ, մարդը ամեն դեպքում երեք չի ստեղծվել Աստծո կողմից։ Պատմություն ունի։ Եվ հեչ պարտադիր չի, որ ամեն հաջորդ սերունդ սկսի կեղտ ուտելուց։ Այսինքն սերունդ, ծնողի ֆունկցիա, կրթության, ցիվիլիզացիայի, հասկանում ես, դրանք գալիս են այտենց ինչ-որ սխեմաներ են մշակում, որ մարդը անընդհատ են մարդկության վաղնջական շրջանի սխալները չգործի։ Ոնց ասում էր Լենին պապիկը, կրթվել, մի հատ էլ կրթվել, հա։ Այ Միշտ կրթվել։ Հա, դա նորաձև է։ Եվ նորից ձեզ հիշացնեմ, որ բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք մեր տեսանյութերը եւ իհարկե ձեր կարծիքով կիսվեք մեկնաբանություններում, մենք անպայման կաշխատենք պատասխանել դրանց։ Շարունակելով մեր զրույցը, կրթվելու թեման շարունակելով, մեկ րոպե պատկերացնում ենք, որ հունիսի 7-ին փոխվում է Հայաստանի ամեն փոխվում է Հայաստանի պատկերը, իշխող ուժի պատկերն է փոխվում եւ Վայ Բեգոյանը դառնում է մշակույթի վարչության պետ ԿԳՍՄ-ում։ Ինչի՞ տենց դառնում է մի նորմալ պաշտոն ասեի վարչության պետը որ։ Դե քանի որ նախարարություն չի, փոխնախարար։ Կողը վերականգնում ենք նախարարությունը, դառնում է մշակույթի նախարար։ Լավ, դառնում ես մշակույթի նախարար։ Երազել, հա։ Առաջի 3 քայլը ստեղծում եմ մշակույթի ամեն ինչ ամեն որ մշակույթի նախարարը լինի ազգային անվտանգության կոմիտեի պարտադիր անդամ եւ եւ մշակույթը դրվի ազգային անվտանգության հիմքում լինի պարենային եւ ռազմական անվտանգությանը հավասար կատեգորիա այլապես դառնում է անիմաստ ընդհանրապես մնացած ամեն ինչ որովհետեւ ասածից նման վերադառնալով այս պետության իմաստը պիտի լինի հայի տեսակի պահպանումը որպեսզի հայը մնա հայ, զարգանա, ոչ մեկ չի ասում, թե գիտես, մենք թաթանգարանային նմուշ տենց բրածո, այդ մասին չի խոսքը, բայց ոչ թե մուտացիա տեղի ունենա ու ինքը դառնա մուտանտ, այլ ինքը բնական զարգացման process-ով դառնա 21-րդ դարի հայ, բայց հայ, որը չի կտրվել իր արմատներից, այդ ծիրանի ճյուղը մանգոյի վրա չեն պատվաստել, ինքը մնացել է ծիրանի ծառ, առաջին կարևորագույն բանը պարտադիր ազգային մշակութային հայեցակարգի մշակում հանձնախմբով հատուկ, որը կստեղծվի եւ այդ հայեցակարգը կսահմանի որն է հայեցին, որն է հայկականը եւ որը պիտի լինի պրիորիտետ այս պետության համար ներարկելու, պարտադրելու, սովորացնելու, ուսուցանելու Ինչալուց դրա տարբեր ձևերն էլ կա սուբսիդավորելով, ասենք թե օրինակ հեռուստաալիքները, որոնք կցուցադրեն այն ինչ որ պետք է եւ չեն իջնի ռեկլամի ու դիտումների այդ ճահիճը, հա, որտեղ ոչ մի որակյալ բան չի կարող լինել եւ երևի թե կպայքարեի, որպիսի հուշարձանների պահպանությունը Հայաստանում առանձնանար, դառնար ինքնուրույն նախարարություն նույնիսկ նախարարություն։ Այո, առանձին նախարարությունն հենց ոնց որ բոլոր երկրներում, որտեղ կան այտենց հազարամյակների մշակութային պատմություն, ինչպես Եգիպտոսում, երբ որ կա հնությունների պահպանության նախարարություն։ Բոլոր 3 քայլերը հակասում են ռեալ Հայաստանի աթոռներին սոսնձված անձնավորություններին, որտեղ հայուգեն ասվածը իրանց բերանից հնչում է որպես ուշունց։ Դե բայց մենք խոսում ենք, որ իշխանափոխություն է տեղի ունեցել։ Հա, ուզում եմ ասել, դա ենթադրվում է, որ ամբողջ այդ բանը, այդ կազմը չկա, այդ պաշտոնների վրա չի, այդ աթոռների վրա չի, որտեղ դեպի իշխանափոխությունի դրանք մնան, էլ իմաստ որն է։ Բայց դու խոսում ես նաև Բորբոսից։ Այո։ Հիմա 8 տարի Բորբոսնած մասնիկները փչացնում էին օրգանիզմը։ Այո։ Արդյոք դու մտածում ես, որ այդ առաջի 3 քայլով դու արագ կբուժես։ Շատ արագ, որտեղ առաջին բուժելու առաջին ճանապարհը ախտանիշը սահմանելն է, դիագնոզ դնելն է։ Մինչև դու չունես այդ դիագնոզը, իսկ այդ դիագնոզ դնելը այ հենց այդ ազգային մշակութային հայեցակարգով
եւ այդ բաղադրիչը անվտանգության մեջ ազգի պետության անվտանգության հիմքում դնելով է եւ դրանից դու ամեն ինչ որ կհակասի դրան ավտոմատ կերպով կդիտարկվի իբրև վտանգ ազգային անվտանգություն վտանգ, այո։ Ոչ մեկ չի ասում, որ ինչ-որ կոպիտ ցենզուրա եւ այլն, բայց դու պիտի ստեղծես այնց միջավայր պետական։ Ես միշտ ասում եմ, հասկանում ես, ոմանք չպիտի կարողանան համալիրը վարձեն իրենց 60-ամյակ անցկացնելու համար։ Չպիտի կարողանան, առավել եւս չպիտի կարողանան, որ համալիրը պաշտպանության նախարարության բալանսի վրա է։ Եվ եթե քո պաշտպանության նախարարության բալանսում գտնվող շենքը ծառայում է թուրքական մշակույթը տասնամյակներով ռոպագանդած մարդու, որը կլցնի դա 100% կլցնի, ասեմ ավելի վատ դիագնոզ դնեմ, քանի համերգ դներ, այդքան անգամ է լցվելու էր համալիրը։ Բայց սա խոսում է ժողովրդի հիվանդ լինելու մասին, այստեղ պետությունը անելիք ունի։ Այսինքն համալիրը վարձակալության տալը վատ է, Չէ, համալիրը վարձակալության տալը լավ է, տուր վարձով, բայց ում ես տալիս։ Իսկ գառնու տաճարում անցկացվելիք ռեյվը լավ է։ Այդ ինչա չգիտեմ սկի։ Տեխնո երաժշտության երեկոներ, փարթիներ։ Նայած ոնց է անցկացվում, գառնու տաճարը ամեն դեպքում բան չի, հեթանոսական գործող տաճար չի, եթե դա կլիներ գործող տաճար, ոչ թե պատմական հուշարձան։ Հիմա այդ նույն հաջողությամբ Զվարթնոցի տաճարում էլ սիմֆոնիկ նվագախմբի համերգներ են տեղի ունեցել։ Հիմա, չգիտեմ, Հռոմում է Կարակալայի բաղնիքներում Պավարոտին կանգնած երգում էր եւ այսինքն դա միջազգային պրակտիկայում ընդունված մի բան է, բայց այդ արվելիքը պիտի համապատասխանի նաեւ այդ մշակութային լեվելին, էլի, այդ ավերակի լեվելին։ Այհա Զվարթնոցում բան տենց գնալ պորտապարի փառատոն անել չես կարող, բայց սիմֆոնիկ նվագախմբի համերգ կարելի է, այսինքն այդ բանը պետք է դնես, էլի սահմանես։ Այսինքն մենք վերադառնում ենք այն մակարդակին, որը ունեցել ենք Սովետ միության ժամանակ, այսինքն գեղ խորհուրդներ, հա, գեղարվեստական խորհուրդներ։ Դա վատ բան չի։ Գեղարվեստական խորհուրդները հիմա էլ կան։ Դե օրինակ ինչ որ խորհուրդ, որը կորոշի, էսի կարելի, էսի չի կարելի։ Չէ, դե արդեն իսկ ասեցի, չէ, որ այդ հանձնախումբը կլինի, որը կձևակերպի այդ ամեն ինչը։ Հետո այդ կարելի չի կարելին, գիտես, նույնիսկ քո նշանակած ղեկավարը, ասենք թե այդ, չգիտեմ, պատմամշակութային այդ հուշարձանները ունեն նաև պոակներ են, չէ, տենց տնօրեններ ունեն եւ այլն։ Տնօրենի մակարդակում որոշելիք բան է, հա, եթե այդ Զվարթնոցի այդ պոակի տնօրենը այնտեղ կանցկացնի կթույլատրի պորտապարի փառատոն, մարդը իր տեղում չի։ 21-րդ դարում արգելելը արդյոք ճիշտ է թե սխալ։ Ես համարում եմ սխալ, քանի որ այսքան հավատք ունեմ, որ մեր երիտասարդությունը եւ ընդհանրապես հայությունը կա ու իրանք ունեն ոչ միայն ճաշակ, այլ նաեւ կրթվելու, նորը իմանալու ցանկություն։ Իսկ երբ որ մենք արգելում ենք, մենք այսենց մեծ քայլ ենք անում դեպի Սերգեյ ջան, ես արգելելու մասին չեմ խոսել։ Դե ցենզուրան արգելքն է։ Չէ, ցենզուրան միշտ չի, որ ցենզուրան արգելք է եւ միշտ չի, որ ցենզուրան վատ է։ Որովհետեւ այս դեպքում ոչ թե դու արգելում ես, այլ դու հասկանում ես, որ այն ինչ որ քո համար կարեւոր է, ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող առանց պետական հովանավորչության եւ առանց պետական ռոպագանդայի, որովհետեւ իրեն այսօրվա մեդիա դաշտը իր այդ աղբով ուղակի կուլ կտա եւ որտեւ դա ավելի դյուրամարս է, ժողովուրդը նրա հետևից է գնալու, այսինքն դու պիտի եւ այստեղ ոչ թե նա արգելելն է, այլ սա հնարավորինս ոչ միայն թույլատրելն է, այլ ստեղծել միջավայր, որտեղ դա կդառնա ապրող եւ կսկսի ինքը իրենով խմորել, հունցել։ Միշտ ես ասում եմ, խմորիչը շատ քիչ է, չէ, ընդհանուր մասսայից, բայց ինքը խմորում է մասսան։ Հիմա երբ որ այդ խմորիչը կրիտիկական ինչ որ չափ կա, դրանից էլ է պակասում։ Այդ չի աշխատում, process-ը տեղի չի ունենում։ Հիմա պետության խնդիրն է, որ այդ խմորիչը պահի անհրաժեշտ քանակությամբ։ Եվ դու այտենց սովետին օրինակ մենք բան ենք ասում, բայց չմոռանանք, որ այդ անկախության սերունդը եւ նաեւ անկախության շրջանի այդ մտավորականությունը այդ ցենզուրայի տակով անցած, զտված
շատ բաներում որակների կոնկրետ կրող մարդիկ էին եւ այդ ժամանակվա մտավորական որ մի բան էր ասում մարդիկ հետևից գնում էին այսօր որ հանգարց ասի այն ոչ իրենք այն ինչ իրենք չեն ուզում լսեն այդ մտավորականին իր տասնամյակների բարձունքից ընենց կտան գետնին այսինքն դու պիտի հասկանաս որ ոչ թե խնդիրը ինչ որ բան արգելելու մասն է այլ ստեղծել միջավայր նպաստավոր որտեղ այս խմորիչը բազմանա Նա հենց տարբերությունը դրանում է որ այդ մտավորականը այդ տերմինը հա որ ծնվավ իրականում սովետ միությունում ծնվավ արևմուտքում չկա մտավորական տերմինաբանություն եւ որպես կլաս ինքնուրույն գոյություն չունի մտավորականներին այտենց ոնց որ փորձեցին մի խումբ հավաքել մարդիկ ովքեր կրթված են բանական են եւ տարբերվում են բանվոր դասակարգից այսինքն իրանք ոչ կուսակցական անպայման չէր որ իրանք լինեն կուսակցական անպայման չլինեն լինեն գյուղ կամ սովետում գրեթե տիպ արտադիր էր եթե նա կուսակցական չլիներ գրեթե հիմնականում ոչ էլ կընկալվեր ընդհանրապես իբրև բան կհասցնեին նրան որ ինքը ուղղակի կմեկներ բայց ի տարբերություն այդ ժամանակների, հա, էլի տենց թևավոր խոսք կա, որ մինչև սմարթֆոնների եւ ինտերնետի հայտնվելը մարդիկ գիտեին, որ կոնկրետ մարդը իր ընտանիքում ամենակ դեբիլություններ ասում, իսկ հիմա ինքը համայն աշխարհին է հայտնում իր բան։ Եվ եթե մտավորականը ոչ հաճելի բան է ասում, որը տրենդներից դուրս է, որը արդյոք չարժի նաև մտավորականներին բերել ու ընկալելի սարքել երիտասարդության համար դե բա հենց ամբողջ իմ ասածը հենց այդ է հենց դա պիտի անի այդ բերելը ու սարքելը պիտի անի պետությունը իսկ այսօր պետությունը դա չի անում հակառակը բոլոր նրանք ովքեր ասում են ինչ որ պիտի ասեն տենց ֆեյքերի արշավից սկսած մինչև իրենց կուսակցական բաները ամենավերջի բաներն ասում են ինձ Հերո չգնամ ինձ միայն նրա համար որ ես չեմ ասում ինչ որ ակնկալվում է ինձնից ինձ կարան ամենավերջի հայհոյանքները ասեն եւ տենց ոնց որ ուզում էի հարցնել անպայման պետք է այդ հարցը տամ մշակույթը շատ կոսմոպոլիտիկ երևույթ է որտեղ ինքը սահման չի ճանաչում ինքը լեզու ազգ չի ճանաչում իրականում չնայած որ ինքը հիմնվում է լեզվամտածողության ունենալով է դրանք ընդունելի է ինչ որ որակական որոշակի աստիճանից ընկալելի է եւ ընդունելի է դառնա համամարտկային հիմա ոնց մենք այդ ոնց որ ինքը նոնսենսոտ վիճակ է հա կոսմոպոլիտ մշակույթը եւ հիմա Արամ Խաչատրյանի մշակույթը հայկականն է միջազգային է բայց հայկականն է նույնիսկ ասեի բայց հայկականն է սովետականն է չէ իր մոտիվներից սկսած երաժշտության մեջ օգտագործած նյութից սկսած ամբողջությամբ հայկականն է ամբողջությամբ հայկականն է իսկ Բաբաջանյանը Բաբաջանյանն էլ հիմա դրանք ազգային լինելով հանդերձ համամարտկային են թե չեն Վերդի երաժշտությունը իտալական է թե ինչ շատ մարդիկ նույնիսկ չգիտեն որ ինքը իտալացի է օքեյ Վագների երաժշտությունը գերմանական է մինչև վերջ գերմանական է չէ այդ ամեն ինչը համամարտկային է այսինքն նախ պետք է բերել որակական որոշակի նիշի վրա որից հետո դա կդառնա համամարտկային բայց դու երբ որ անընդհատ այդ որակը ընդեղ է այդ որակը ընդ որում շատ տարբեր բաներով հատկապես կատարողական արվեստի մեջ նաև որտեվ մի բանա ստեղծելը մյուս բանա այդ քո ստեղծածը հələ մի հատ էլ պիտի կատարվի այդ քո ստեղծածը կարան նենց ապականեն կոմպոզիտորի գրած երաժշտություն կարա նենց խայտարակ կատարում ունենա որ ինքը ընդհանրապես չընկալվի եւ նույնիսկ այդ ազգի մեջ չհասկացվի դրա համար ասում եմ այս ամեն ինչ պետք է այստեղ ցենզուրան պիտի աշխատի գոնե թե որակական մակարդակի վրա Սովետի ժամանակ շատ լավ արտահայտություն կար պրոֆնիգոդնի երբ որ կային մասնագիտական պահանջներ մինիմումներ որոնց մարդը պիտի համապատասխաներ այդ մասնագիտության մեջ լինելուց հայերենում շատ լավ խոսք է ապաշնոր չէ ապաշնորը մի քիչ ուրիշ է դա շնորհք չունի այդ շնորհքից բացի ինքը տեխնիկա շնորհքը վերուս տրված մի բան է կամ տրված է կամ տրված չի այլ խնդիր որ դու այդ շնորհքը պիտի զարգացնես տեխնիկական անհրաժեշտ մակարդակի կրթությամբ, հա դու մի բանա դու ձայն ունես, մի բանա դու կարողանում ես երգել, սրանք տարբեր բաներ են։ Դե իհարկե, հա։ Հիմա այդ ձայն ունենալը եւ այդ ձայնը մարզելը, հասցնել նրան, որ դու լինես պրոֆեսիոնալ երգիչ, որը կատարում է պրոֆեսիոնալ բան կոնկրետ
բաներ բեմում, սրանք տարբեր բաներ են։ Հիմա գոնե թե այդ ցենզուրան այդ մինիմալ որակական բաները ապահովելու համար պետք է լինի։ Պետք է լինի, եւ դա պիտի լինի ճակատագրական եւ որոշիչ։ Okay, ես չի անվանի դա ցենզուրա, այլ խթանման գործընթաց։ Չէ, դա էլա ցենզուրա։ Ցենզուրան դա ասում մենք տենց սովետից մնացած բան կա, որ ցենզուրան միշտ վատ բան է, բայց այդ ցենզուրան վատ բան է, որ ինքը հստակ քաղաքական հիմա այդ ցենզուրան կա։ Երբեք Այ հիմա սահմանը այդ չես կարող ցենզուրան տալիս։ կա, երբ որ դու սենց ինչ որ կուսակցության ու ինչ որ բանին դեմ ինչ որ մի բան ես անում, անգամ քո արվեստի մեջ, դա դառնում է տենց իսկ այս դեպքում ես խոսում եմ զուտ արվեստի մեջ կատարողական որակների մասին։ Լավ, հասկացա։ Ես առաջարկում եմ մի հատ կարճ բլից հարցում վերջում անենք։ Տալու եմ կարճ հարցեր, որոնց պետք է պատասխանես։ Գիտես, այս նոր տրենդերի մեջ մնալու համար red flag, green flag կամ ինչ որ կամ ընդունելի է, ընդունելի չի։ Քո համար որպես մշակույթի մարդ, կարամ քեզ այդպես անվանեմ, քեզ 1000 տարի գիտեմ ու մշակույթը իմ համար դա դու ես։ Իմ ծանոթներից։ Շատ պարտավորեցնող բաներ ես ասում, հա։ Որպես մշակույթի մարդ, ընդունելի է թե ոչ, որ պետական պաշտոն զբաղեցնող անձը հաճախում է թատերական բեմադրություն եւ ոչ միայն խորհուրդներ է տալիս, այլ նաեւ խրատներ է տալիս դերասաններին, որ այսինքն պետք է անել կամ պետք չէ անել։ Դե այդ մարդը նույնիսկ մտածում ենք հոգեվորականներին կարա խրատներ տա, թե ինչ ասեն, ինչ չասեն։ Իհարկե հիմարություն է։ Վերջի անգամ տենց Խրուշչովն էր անում ցուցադեսների ժամանակ։ Նույն որակի խեղկատակություն է։ Իսկ քո համար որպես արվեստի մարդ նորմալ է, թե նորմալ չի, երբ որ դերասանները գլուխները կախ կանգնած ու լսում են այդ խրատները։ Իհարկե նորմալ չի։ Իրեն հարգող դերասանը ուղակի առանց բանավիճելով պետք է պատտվեր ու հեռանար այդտեղից։ Եվ նա մնար այտենց մենակով դատարկ բեմում խոսող։ Քո համար դա նորմալ է, թե ոչ, երբ որ ինչ որ մի հաստատության տնօրենին հյուրին գիրք նվիրելու համար գործից հանում են։ Դա հատկապես կապելով հայտնի դեպքի հետ, դա ոչ միայն աննորմալ է, այլ դա հստակ թշնամանք է հայ ժողովրդի նկատմամբ։ Դա ուղիղ թշնամական ակտ է հայ ժողովրդի նկատմամբ, որովհետև այդ գիրքը պարզապես գիրք չէր, այդ գիրքը 120,000 հայերի եւ այնտեղ նրանց մնացած այդ շիրիմների, իրենց տների, իրենց հողի արդար պահանջի մասին պատմող մի բան էր, որը կարող էր այսօրվա աշխարհի զորավոր մարդու մոտ ինչ որ բան փոխել։ Եվ երբ որ դա արգելվում է կամ դա պատժվում է, դու հասկանում ես, որ այդ մարդը հայկական իրականության հետ որևէ կապ չունի, դա թշնամու դրածո է, որը եկել է այստեղ թշնամու օրակարգ սպասարկելու համար։ Շնորհակալություն անկեղծ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։